Շնորհակալ եմ Տիկին Չոբյան, նախաձեռնությունը իրապես ողջունելի է և զգում ենք, որ վերջին տարիներին չնայած շատ են հարցերը բարձրանում, թե ինչու 5 տարի անց պետք է նաև հասկանանք ու այստեղ կարծում եմ, որ հոգեբաններն էլ կփաստեն, որ հեշտ չի անցնում է ժամանակը, գիտակցումը սկզբից շոկային վիճակից վերադառնալը ու սկսել ինստիտուցիոնալ պայքար մղել անհետ կորածների, այդ թվում նաև բռնի անհետացածների ճակատագիրը պարզելու ուղղությամբ։ Այս պարագայում համայնքը միասնական է գործում բռնի անհետացածների և անհետ կորածների և մի կողմից, այսպես ասենք, անհետ կորածների համայնքի համար, այսինքն այն մարդկանց, ովքեր ընդհանրապես որևէ տեղեկություն չունեն, թե իրենց զավակը, եղբայրը ինչ հանգամանքներում է անհետացել պատերազմում, հույսը կապում են բռնի անհետացման ճանապարհով անհետացած մարդկանց ճակատագիրը պարզելու հետ, որովհետև տեսեք, եթե մենք նայում ենք գերիների հարցը, որը էլի շատ դաժան ծանր հարց է, որոշակիություն կա, այսինքն նույնիսկ այդ մամուլի հրապարակումներով տեսնում են, որ ողջ են, ինչ որ մի հանգուցալուծման գնալու է, բայց անհետ կորածների պարագայում ամենամեծ տառապանքը այդ անորոշությունն է, որի շուրջ անընդհատ մարդը մնում է այդ տրավմայի մեջ ու չգիտի ինչ անել։ Եվ անհետ կորածների ընտանիքները այսպես հույսի շող են կապում բռնի անհետացածների հետ, ասում են, եթե գոնե մի բռնի անհետացածի ճակատագիր էլ պարզվի, ապա մենք հույս ունենք, որ մեր երեխայի ճակատագիրը ևս կպարզվի։ Այս պարագայում մենք հիմա պաշտոնական տվյալներով Տիկին Սահակյանը երևի չի թույլ չի տա սխալվեմ, ունենք շուրջ 30 բռնի անհետացած, այսինքն խնդրում եմ սա չշփոթել այն 80 թվակազմի հետ, որը Տիկին Սահակյանի կողմից ևս ներկայացվել է, որովհետև այդ թիվը վերաբերում է ներառյալ այն մարդկանց, ում դիակները կամ մասունքները վերադարձվել են հայկական կողմին և արդյունքում մենք ունենք 30 հոգու ճակատագիր, ում վերաբերյալ առկա են հստակ տվյալներ, որ իրենք գտնվել են կենդանության օրոք Ադրբեջանի հսկողության ներքո, բայց իրենց մարմինը, մասունքը չի վերադարձել կամ իրենց ճակատագրի վերաբերյալ այլ ողջամիտ բացատրություն չի տրվել։ Եվ այս մասով շարունակում են ուժի մեջ մնալ, ինչպես Տիկին Սահակյանը նշեց, մարդու իրավունքների եվրոպական դատարանի անհապաղ միջոցի որոշումները, որոնք մի կողմից, այսինքն որոշ դեպքերում վարվում են Տիկին Սահակյանի և նրա գործընկերների կողմից որպես անհատական դիմումներ և կան դիմումներ այդ թվում նաև մեր ընտանիքի դիմումը, մեր ընտանիքի վերաբերյալ, որը գտնվում է պետության միջպետական գանգատի քննության ներքո և այս պարագայում ես մի անգամ չի, որ շեշտել եմ, որ այս իրավունքի խախտումը պետությանը չի առնչվում, որպեսզի պետությունը որոշի, թե ուզում է դրանից հրաժարվել, թե չի ուզում։ Առնվազն առանց մեր համաձայնության պետությունը իրավունք չունի հրաժարվել այդ միջպետական գանգատից, որովհետև Եվրոպական դատարանն էլ իր վճիռներով արձանագրել է, որ քանի դեռ մարդու ճակատագիրը շարունակում է մնալ անհայտ, այդ մարդու իրավունքը շարունակում է խախտվել և շարունակում է խախտվել նրա ընտանիքի իրավունքը և չկա մի որևիցե ժամանակահատված, կլինի դա 5 տարի, 10 տարի, թե 15 տարի, որ այդ իրավունքը դադարում է խախտվել, որովհետև մարդը շարունակում է գտնվել այդ անորոշության մեջ, անձի ճակատագիրը շարունակում է լինել անհայտ։ Եվ այս պարագայում մենք ևս ձեռնարկում ենք որոշակի միջոցներ, որպեսզի թույլ չտանք, որ այսպիսի անհավասար դրության մեջ հայտնվեն բռնի անհետացած անձինք և նրանց հարազատները, որ մի դեպքում, երբ գործը վարվում է մասնավոր փաստաբանների կողմից շարունակվի վարվել և մյուս դեպքում, երբ
հարցը գտնվում է միջպետական գանգատի քննության ներքո, այդ հայցերը հետ քաշվեն։ Սա կլինի իրավունքի խտրական ու կամայական դրսևորման ամենացավալի օրինակներից մեկը։ Թերևս այսքանը։ Շնորհակալ եմ։